Ես նաև մի հարցադրում ունեմ ձեզ, առավոտյան դուք անդրադարձել եք Վճռաբեկ դատարանի որոշմանը, այդ շահագրգռությունը կոնկրետ դուք ինչով եք պայմանավորում, որովհետև այնտեղ տեսակետ եք հայտնել դուստր ձեռնարկություն լինելու հետ կապված, խնդրեմ։ Եթե մենք պատմության մեջ առաջին անգամ ենք հանդիպում նման իրավիճակի, երբ որ մեղադրանքի կողմը արդեն գիտի, երբ պետք է հրապարակվի դատական ակտը, մենք ցայսօր չենք ստացել դատական ակտը, ընդ որում իմ գործընկեր Վարդևանյանը լավ վիճակագրությունը ուսումնասիրել էր, երբևէ նման արագությամբ չէր կայացել որոշում, ինչ կարծիք պետք է հայտնենք, դա խտրական վերաբերմունք առնվազն պաշտպանության կողմի նկատմամբ։ Եվ պարոն Հակոբյան, ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում, որովհետև բոլոր դատականիստերին շեշտվում է հանգամանքը, որ քաղաքական համատեքստ կա եւ քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։ Այս դեպքում ինչ սպասել օրինակ։ Դե հույսը միշտ վերջինն է մահանում, բայց կոչից էլ հարց հնչեց, դե տեսեք, հիմա դատական process է, ես դատական նիստում էլ այդ հայտարարությունը կատարեցի, ասեցի, եթե այսօր տվյալ միջնորդության քննարկման ընթացքում դատարանին չհաջողվի արդարադատություն իրականացնել, մենք պաշտպաններս, քանի որ միշտ կանգնած ենք մեր պաշտպանյալների կողքին, պայքարում ենք նրանց խախտված իրավունքների վերականգնմանը, մենք էլ մեր ձևով մասնակցելու ենք արդարադատության վերականգնմանը։ Հիմա դա կոչ էր, թե կոչ չէր։ Հիմա մեր ձևովը պաշտպանների որն է, բողոքարկել, իրավական գործընթացներ, բարերարի մեր ձևովը որը պետք է լիներ։ Ամեն դեպքում զգույշ ենք։ Իմ գնահատմամբ դեռ 2-ից 3 ժամ, եթե ոչ ավել։ Հետո առանձին սենյակ է հեռանալու, որոշում կայացնելու։ Պարոն Վարդևանյան, երբական, բայց Տիկին Գասպարյանը կարծես խոստումներ ասելու ընդհատեցինք, ավարտեք։ Ինչին էր, վերաբերելի էր ապօրինություններին, տեսեք, օրինակ ես նշեցի, որ այո, սույն թվականի ամսի 17-ից մենք իրավական գործընթացի ականատես չենք լինում, այսօրվա դատական նիստին ներկայացել ենք, հույս ունենալով, որ մեր պատվարժան դատարանը այս ապօրինությունների սատարողների, այսպես շղթայական օղակը ի վերջո կտրելու է, այդ հույս ունենք միայն, եթե դա մեզ հաջողվի, թե չէ մենք այս պահի դրությամբ ոչ մի իրավաբանություն չունենք, սա ընդամենը այդ թվում Վճռաբեկ դատարանի կողմից այդ արված քայլը մեր իրավական պետության կազմալուծումն է, ուրիշ ոչինչ չունենք։